Եթերում ազատ լուրերի հիմնական թողարկումն է, ես Անի Ստեփանյանն եմ, բարև ձեզ, կարևորի մասին նախամարոտ։ Վաշինգտոնի հետ բանակցություններում Թեհրանը պատրաստ էր լուրջ զիջումների, ապացուցելու, որ միջուկային զենք ստեղծելու մտադրություն չունի, սակայն Միացյալ Նահանգներն ու Իսրայելը անցան հարձակման, իսկ հիմա Իրանը կկռվի այնքան ժամանակ, մինչև Թրամփը հասկանա, որ հակամարտելը սխալ է, հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին, լարվածությունը Մերձավոր Արևելքում պահպանվում է։ Չնայած Թեհրանի կողմից Իրանի հոգևոր առաջնորդի վիրավոր լինելու մասին լուրերի հերքմանը, The Sun պարբերականի հրապարակման համաձայն Այաթոլլա Մոջթաբա Խամենեին այժմ գտնվում է հիվանդանոցում եւ միացված է արհեստական շնչառական սարքին։ Երևանում օդի աղտոտվածության մակարդակը փետրվարին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է։ Այս մասին հայտարարել է Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ընթացքում, որի ժամանակ քննարկվել են նաև քաղաքին վերաբերող այլ հարցեր։ Առաջին անգամ Հայաստանում անցկացվում է մրցակցության միջազգային ցանցի շահերի պաշտպանության աշխատաժողովը, որին մասնակցում են աշխարհի ավելի քան 20 երկրից ժամանած միջազգային կազմակերպությունների անդամներ, ոլորտի ներկայացուցիչներ։ Առանց խնայողության չկա ֆինանսական բարեկեցություն, իսկ բանկային տվյալները որևէ մեկին փոխանցելը կարող է լուրջ խնդիրների պատճառ դառնալ։ Հայաստանում մեկնարկել է փողի միջազգային շաբաթ իրազեկման արշավը։ Կեսգիշերն անց կլինիկական մահ ախտորոշմամբ բժշկական կենտրոն է տեղափոխվել մեկամյա տղա երեխա։ Բժիշկները մոտ 1 ժամ անհրաժեշտ բուժօգնություն ցուցաբերելուց հետո կարողացել են երեխայի սրտի աշխատանքը վերականգնել, սակայն նա դեռ գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում։ Պարզվել է, որ երեխան հայտնվել է այդ վիճակում խորթ մոր կողմից ծեծի ենթարկվելու հետևանքով։ Մերձավոր Արևելքում ռազմական գործողությունները չեն դադարում։ Իրանը հայտարարում է հրթիռային հարվածների նոր ալիքի մասին, իսկ Միացյալ Նահանգները շարունակում է ճնշումը Թեհրանի նկատմամբ։ Միաժամանակ Իրանի արտգործնախարարը պնդել է, թե Վաշինգտոնի հետ բանակցություններում Թեհրանը պատրաստ էր լուրջ զիջումների, ապացուցելու, որ միջուկային զենք ստեղծելու մտադրություն չունի, սակայն Միացյալ Նահանգներն ու Իսրայելը անցան հարձակման։ Իսկ հիմա Իրանը կկռվի այնքան ժամանակ, մինչև Թրամփը հասկանա, որ հակամարտելը սխալ է, նշել է Աբբաս Արաղչին։ Իրանը հայտարարում է, որ պատրաստ է բանակցությունների եւ նույնիսկ լուրջ զիջումների, մինչդեռ Վաշինգտոնը պնդում է, պայմանները դեռ բավարար չեն։ Միևնույն ժամանակ մարտերը շարունակվում են ոչ միայն Իրանի եւ Իսրայելի միջև, այլև տարածվում են ամբողջ տարածաշրջանով մեկ։ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին SBS News-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Թեհրանը Միացյալ Նահանգների հետ բանակցությունների ընթացքում պատրաստ էր զգալի զիջումների, ապացուցելու, որ չի ձգտում միջուկային զենք ունենալ։ Ըստ նրա խոսքը վերաբերում էր նույնիսկ մինչև 60% հարստացված ուրանի հարցին, սակայն Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարում է, որ դեռ պատրաստ չէ Իրանի հետ համաձայնագիր կնքել պատերազմը դադարեցնելու համար։ Նրա խոսքով Թեհրանի հետ գործարքի հնարավոր պայմաններից մեկը կարող է լինել Իրանի կողմից միջուկային ծրագրից ամբողջական հրաժարումը։ Մինչև դիվանագիտական հայտարարությունները շարունակվում են, ռազմական գործողությունները չեն դադարում։ Իրանը հայտարարել է հրթիռային հարվածների նոր ալիքի մեկնարկի մասին, թիրախավորելով տարածաշրջանում գտնվող ամերիկյան ռազմական ենթակառուցվածքներն ու հրամանատարական կենտրոնները։ Իրանական կողմի տվյալներով գործողության ընթացքում առաջին անգամ կիրառվել է Սեջիլ ռազմավարական պինդ վառելիքային հրթիռը։ Իսրայելն էլ իր հերթին հայտնում է, որ ոչնչացրել է Իրանի արևմտյան հատվածում գտնվող անօդաչու թռչող սարքերի պահեստներից մեկը, նաև հարվածներ է հասցրել ԻՀՊԿ-ի եւ Բասիջի դիրքերին Իրանի հյուսիս-արևմուտքում։ Միացյալ Նահանգների կենտրոնական հրամանատարությունն էլ հրապարակել է Իրանի ռազմական օբյեկտներին հասցված հարվածների նոր կադրեր։ Իրանը շարունակում է հարվածները նաև տարածաշրջանի այլ ուղղություններով։ Անօդաչու թռչող սարքերը հարվածել են Քուվեյթի միջազգային օդանավակայանի օբյեկտներին, վնասելով ռադարային համակարգի մի մասը։ Իսրայելում հաղորդվում է, որ Իրանի հարվածների հետևանքով վերջին մեկ օրում ավելի քան 100 մարդ տարբեր վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։ Ընդհանուր առմամբ հակամարտության սկզբից ի վեր բուժօգնություն է ստացել ավելի քան 3000 մարդ։ Իրանի առողջապահության նախարարությունն էլ իր հերթին հայտարարում է, որ ամերիկա-իսրայելական հարվածների հետևանքով երկրում զոհվել է առնվազն 202 երեխա եւ 223 կին, որոնցից 3-ը հղի։ Վնասվել է առնվազն 153 առողջապահական հաստատություն։ Տարածաշրջանային լարվածության ֆոնին Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ, քննարկվել են Մերձավոր Արևելքում վերջին զարգացումներն ու անվտանգության հարցերը։ Ֆրանսիայի նախագահն ավելի վաղ առաջարկել էր ստեղծել միջազգային կոալիցիա Մերձավոր Արևելքում նավագնացության անվտանգությունն ապահովելու համար։ Միևնույն ժամանակ Թեհրանը շարունակում է
կոշտ հայտարարությունները տարածաշրջանի երկրների հասցեին, կոչ անելով դուրս բերել արտաքին ռազմական ուժերը։ Միաժամանակ Թեհրանում հերքել են նաև տեղեկությունները, թե Իրանի նոր գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին առողջական խնդիրներ ունի։ Իրանի արտգործնախարարությունը հայտարարում է, որ նա լավ առողջական վիճակում է եւ շարունակում է լիարժեք կատարել իր պարտականությունները։ Թեհրանը հայտարարել է նաև, որ Հորմուզի նեղուցը պետք է անվտանգ լինի բոլորի համար, հակառակ դեպքում այն չի ծառայի ոչ մեկին, ընդգծելով, որ նեղուցը շարունակում է մնալ Թեհրանի կարևոր ռազմավարական լծակներից մեկը տարածաշրջանային հակամարտության մեջ։ Լուսինե Գրիգորյան, Free News, Ազատ լուրեր։ Չնայած Թեհրանի կողմից Իրանի հոգևոր առաջնորդի վիրավոր լինելու մասին լուրերի հերքմանը, The Sun պարբերականի հրապարակման համաձայն Իրանի նոր գերագույն առաջնորդ Այաթոլլա Մոջթաբա Խամենեին այժմ գտնվում է հիվանդանոցում եւ միացված է արհեստական շնչառական սարքին։ Պարբերականի տեղեկություններով նա ծանր վնասվածքներ է ստացել այն ավիահարվածի ընթացքում, որի հետևանքով զոհվել է նրա հայրը Ալի Խամենեին։ Նշվում է, որ Մոջթաբա Խամենեին գտնվում է կոմայի մեջ, ունի լուրջ ներքին վնասվածքներ, լիարդի եւ ստամոքսի շրջանում եւ հնարավոր է կորցրել է մեկ ոտքը։ Աղբյուրը պնդել է նաեւ, որ նրա վիճակը վերջին շրջանում վատացել է։ Պարբերականը հողոմանելով իր իրանական աղբյուրին գրել է, որ Մոջթաբան ամենայն հավանականությամբ Թեհրանի Սինա համալսարանի հիվանդանոցում է, ավելի վաղ նաեւ տեղեկություններ էին շրջանառվում, թե Իրանի նոր հոգևոր առաջնորդը ծանր վիճակում տեղափոխվել է Մոսկվայի հիվանդանոցներից մեկը։ Իսրայելի պաշտպանության բանակը սկսել է հերթական լայնամասշտաբ հրթիռակոծումը Թեհրանում, Շիրազում եւ Թավրիզում գտնվող իրանական ռեժիմի ենթակառուցվածքային օբյեկտների ուղղությամբ, հայտնել է Ցախալի մամուլի ծառայությունը։ Համացանցում արդեն տեսանյութեր են հայտնվել, որոնցում երևում է, թե ինչպես են Թեհրանում մարդկանց դուրս բերում ամերիկա-իսրայելական հարվածների հետևանքով վնասված շենքերի փլատակներից։ Իսկ Իրանն էլ հարձակումներ է իրականացրել Իսրայելի մի շարք թիրախների եւ Մերձավոր Արևելքում Միացյալ Նահանգների բազաների վրա։ Այս մասին էլ հայտնել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը, նշելով, որ հաջողությամբ իրականացվել է ճշմարիտ խոստում 4 գործողության 55-րդ ալիքը Թել Ավիվի եւ Բեն Գուրիոնի թիրախների ուղղությամբ։ ԵՄ անդամ պետությունները կքննարկեն, թե եվրոպական կողմից ինչ կարելի է անել Հորմուզի նեղուցը բաց պահելու համար, այսօր հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավար Կայա Կալասը։ Իրանի նոր գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին ավելի վաղ հայտարարել էր, որ Հորմուզի նեղուցը պետք է փակ մնա որպես ճնշման գործիք։ Լարվածություն նաև Թայվանի նեղուցում։ Կղզու իշխանությունների տվյալներով Թայվանի մերձակայքում ֆիքսվել է Չինաստանի ռազմաօդային ուժերի մեծ քանակությամբ ինքնաթիռների տեղաշարժ։ Միջազգային եւ տարածաշրջանային մյուս նորություններին տեսաշարով ծանոթացեք։ Իսրայելն օդային հարվածներ է հասցրել Լիբանանի հարավում գտնվող Սայդոն քաղաքի Շահրաբիլ թաղամասի բնակելի շենքերից մեկին։ Հարվածի հետևանքով նախնական տվյալներով զոհվել է 12 բուժաշխատող։ Տեղական աղբյուրների փոխանցմամբ շենքը կապված է եղել բժշկական ծառայությունների գործունեության հետ։ Մանրամասները եւ զոհերի վերաբերյալ տեղեկությունները դեռ ճշտվում են։ Իսրայելական լրատվամիջոցները հայտնում են նաեւ, որ Լիբանանի եւ Իսրայելի միջև բանակցությունները նախատեսվում է անցկացնել հաջորդ շաբաթ, սակայն հանդիպման ձևաչափի եւ օրակարգի վերաբերյալ մանրամասներ դեռ չեն հրապարակվել։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Իսրայելը շարունակում է հարվածներ հասցնել Իրանի եւ Լիբանանի դպրոցներին ու հիվանդանոցներին, ինչպես նախկինում Գազայում։ Նրա խոսքով Թուրքիան տարածաշրջանում հանդես է գալիս բանականության, երկխոսության եւ դիվանագիտական լուծումների օգտին։ Անդրադառնալով Գազայի պատերազմին, Էրդողանը նշել է, որ այնտեղ զոհվել են բազմաթիվ խաղաղ բնակիչներ, նաեւ մոտ 1700 բուժաշխատող։ Մոսկվայի հյուսիս-արևմուտքում 2 տրամվայի բախման հետևանքով տուժել է 22 մարդ, նրանց թվում 5 երեխա։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի Դաշնության ճանապարհային ոստիկանությունը։ Դեպքը տեղի է ունեցել մոտ 9:30-ին, երբ թիվ 6 երթուղով շարժվող 2 տրամվայ բախվել են Ոդնիկովի փողոցի մեկ հասցեի մոտ վթարի պատճառով Սվոբոդայի փողոցից դեպի Վոլոկոլամսի խճուղի քաղաքի կենտրոնական ուղղությամբ։ Երթևեկությունը ժամանակավորապես փակվել է։ Պակիստանը գիշերը հարվածներ է հասցրել Թալիբան շարժման օբյեկտներին եւ ահաբեկիչների թաքստոսներին Աֆղանստանի Քանդահար նահանգում, այս մասին հայտնել է Պակիստանի տեղեկատվության նախարարը։ Աֆղանական կառավարության ներկայացուցիչ Զաբիհուլա Մուջահիդը հաստատել է հարձակման փաստը, նշելով, որ զոհեր չկան։ Բախումները սրվել են այն բանից հետո, երբ փետրվարին Պակիստանի ավիահարվածներին Աֆղանստանը պատասխանել էր սահմանային հարձակումներով։ Իսլամաբադը պնդում է, որ Աֆղանստանը ապաստարան է տալիս պակիստանցի զինյալներին, ինչն էլ Քաբուլը հերքում է։
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարարել է, որ Եվրամիությունը շարժվում է դեպի պատերազմական տնտեսություն եւ պատրաստվում է մեծացնել Ուկրաինային տրամադրվող ռազմական աջակցությունը։ Նրա խոսքով Բրյուսելը ցանկանում է ավելի շատ գումար, զենք եւ զինվորներ ուղարկել Ուկրաինա, սակայն Հունգարիան չի մասնակցի այդ գործընթացին եւ կփորձի մնալ խաղաղության եւ անվտանգության կղզյակ։ Օրբանը նաեւ նշել է, որ հնարավոր է ապագայում ԵՄ զինվորներ հայտնվեն Ուկրաինայի տարածքում, սակայն Բուդապեշտը ցանկանում է հեռու մնալ այդ սցենարից։ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ուկրաինայի շուրջ բանակցություններում ներկայումս դադար է, քանի որ Ամերիկայի Միացյալ Նահանգները կենտրոնացած է այլ առաջնահերթությունների վրա։ Նրա խոսքով եվրոպական երկրները փորձում են համոզել Կիևին շարունակել պատերազմը եւ չեն նպաստում խաղաղության գործընթացին։ Միաժամանակ Reuters-ը գրում է, որ Մերձավոր Արևելքում մի շարք երկրներ փորձել են միջնորդել Ամերիկայի Միացյալ Նահանգներին Իսրայելի եւ Իրանի միջև լարվածության նվազեցման հարցում, սակայն Թեհրանը հրաժարվել է հրադադարից, քանի դեռ չեն դադարել Ամերիկայի Միացյալ Նահանգների իսրայելական հարվածները։ Այսօր արտառոց դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Կեսգիշերն անց կլինիկական մահ ախտորոշմամբ Երևանի Արաբկիր բժշկական կենտրոն է տեղափոխվել տղա երեխա։ Ինչպես հայտնել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բժիշկները մոտ 1 ժամ անհրաժեշտ բուժօգնություն ցուցաբերելուց հետո կարողացել են երեխայի սրտի աշխատանքը վերականգնել, սակայն երեխան դեռ գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում։ Արաբկիրի ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխված 1 տարեկան 2 ամսական Ալեքսան Մն է եւ ըստ օպերատիվ տեղեկությունների երեխային ծեծի է ենթարկել ծնողներից մեկը։ Ավելի ուշ ոստիկանությունից հայտնեցին, որ երեխայի սպանության փորձ կատարելու համար կասկածվող անձը ձերբակալվել է։ Իդեպ ըստ լրատվամիջոցների տեղեկությունների ձերբակալվածը երեխայի խորթ մայրն է։ Երևանում օդի աղտոտվածության մակարդակը փետրվարի նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է։ Այս մասին հայտարարել է Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ընթացքում, որտեղ քննարկվել են նաև առողջապահության, հանրային տրանսպորտի, քաղաքային տնտեսության, կրթության եւ եկամուտների հավաքագրման ոլորտների ընթացիկ արդյունքները։ Օդի աղտոտվածության այն մակարդակը, որը տեսանք նոյեմբերին, այլևս չենք տեսնում, չնայած, որ Երևանում ամենաակտիվ շինարարության, ավտոմեքենաների ու մարդկանց շարժի հնարավոր մարդածին բոլոր աղտոտումների ակտիվ սեզոնն է։ Այս մասին գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտարարել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն անդրադառնալով մայրաքաղաքում օդի որակի վերաբերյալ վերջին շաբաթների քննարկումներին։ Ըստ քաղաքապետարանի բնապահպանության վարչության Երևանի շինհրապարակներում տեղադրված 188 մոնիտորինգային սարքերի ստացված տվյալներով 2026 թվականի փետրվարին PM2.5-ի միջին ասֆալտ ցուցանիշը կազմել է 95, իսկ PM10-ը 47։ Այս արժեքները գտնվում են լավ կամ չափավոր միջակայքերում։ Համեմատության համար նշեմ, որ 2025 թվականի փետրվար ամսին տեղադրված եղել 167 սարքավորում, PM2.5-ի համար արժեքները եղել են 109, իսկ PM10-ի համար 51։ Օդի որակի այս փոփոխությունը հիմնականում պայմանավորված է բնակլիմայական պայմաններով։ Ավինյանի խոսքով նոյեմբերից մարտ արարատյան գոգավորությունում մթնոլորտային շերտն իջնում է, ինչի հետևանքով աղտոտիչները խտանում են ավելի ցածր բարձրության վրա, իսկ եղանակի տաքացմանը զուգընթաց պատկերը փոխվում է։ Երևան քաղաքում օդի որակը, ինչպես նաև ամբողջ արարատյան գոգավորությունում օդի որակը նոյեմբերից մարտ ամիսների ընթացքում մեծամասամբ պայմանավորված է մեր մթնոլորտային շերտի, մթնոլորտային առաստաղի բարձրությամբ, այսինքն սա ուղղակիորեն բնակլիմայական երևույթ է, որը որ հենց այդ շրջանում մեր մթնոլորտային շերտը իջնում է 1200-ից 1200 մետրից մինչև 80-100 մետր եւ փաստացի բոլոր աղտոտումները, որոնք որ արկա են եղել այդ 1200 մետրի վրա, խտացնում են 80 եւ 100 մետրի վրա եւ սա տեղի ունենում ոչ միայն Երևանում, սա տեղի ունենում ամբողջ Արարատյան դաշտավայրում, Վեդիում, Արտաշատում, Թուրքիայի տարածքներում եւ պայմանավորված է մեր աշխարհագրական դիրքով եւ բնակլիմայական պայմաններով։ Ավինյանը նշել է, որ քաղաքապետարանը շարունակելու է հրապարակել օդի որակի բաց տվյալներն ու կանխատեսումները, որպիսի երևանցիները նախապես տեղեկացված լինեն հնարավոր վատթարացումների մասին։ Առողջապահության վարչության պետն էլ ներկայացրել է ծնելիության ու մահացության փետրվարի ցուցանիշները։ Այսպես ծնվել է 1342 երեխա, 667 տղա
տղա եւ 675 աղջիկ, արձանագրվել է 579 մահ։ Նա նաեւ նշել է, որ առաջնային առողջության պահպանման կենտրոններում հաճախումների թիվը զգալի աճել է։ Առաջնային առողջության պահպանման կենտրոններում հաճախումների թիվը փետրվար ամսին կազմել է 216,892, որը նախորդ ամսվա համեմատ 6,866-ով, իսկ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ 49,246-ով ավել է։ Սա պայմանավորված է 26 թվականի հունվարի 1-ից համընդհանուր ապահովագրության ներդրման հետ, որի արդյունքում առաջնային կենտրոններում եւ ինչպես նաեւ բժշկական կենտրոններում բուժաշխատողները գերծառաբեռնված գրաֆիկով են աշխատում։ Նիստում նշվել է նաև, որ աղբահանության ու սանմաքրման ոլորտում շարունակվել է շուրջօրյա սպասարկումը։ Քաղաքապետարանի տվյալներով սպասարկվել են հազարավոր աղբամաններ, իրականացվել են փողոցների մաքրման եւ դիտահորերից դուրս բերված աղբի հեռացման աշխատանքներ։ Քաղաքապետը նաև հայտնել է, որ 2026 թվականին նախատեսվում է ձեռք բերել մոտ 69 միավոր նոր տեխնիկա սանմաքրման ու աղբահանության ծառայությունների որակը բարձրացնելու նպատակով։ 2026 թվականին Երևանի քաղաքապետարանը պլանավորում է գնել մոտ 69 տեխնիկա սանմաքրման եւ աղբահանության ծառայությունները բարելավելու համար։ Խորհրդակցության ընթացքում ներկայացվել է նաև Երևանի երթևեկության կառավարման նորաստեղծ կենտրոնի աշխատանքի մեկնարկային փուլը։ Քաղաքապետարանի գնահատմամբ կենտրոնը պետք է դառնա հանրային տրանսպորտի եւ ընդհանրապես քաղաքային շարժունակության տվյալային կառավարման հիմնական հարթակը։ Կենտրոնի անձնակազմը համալրվել է շուրջ 60%-ով, ձևավորելով կառավարման եւ մասնագիտական հիմնական թիմը։ Ստեղծում է տվյալների միասնական պահոց, որը նախատեսվում է միավորել GPS վճարային եւ տեսահասկման համակարգերի տվյալները, ապահովելով ապագայում առավել ամբողջական եւ տվյալային որոշումների կայացման հնարավորություն։ Ավարտվել է երթուղային ցանցի եւ հաստատված ուղեգծերի, ինչպես նաեւ կանգառների համադրման աշխատանքների շուրջ 70%-ը։ Հանրային տրանսպորտի վերահսկման նպատակով արդեն մեկնարկել է պիլոտային ծրագիր, որի շրջանակում կիրառվում են Վիալոն եւ Նիմբաս ծրագրային համակարգերը։ Բացի այդ, Yandex ընկերության հետ ձեռք է բերվել համագործակցության պայմանավորվածություն եւ ներկայումս իրականացվում են քննարկումներ նրանց ծրագրային լուծումների կիրառման վերաբերյալ։ Նիստում ներկայացվել են նաեւ Երևանի ենթակայության դպրոցների մշտադիտարկման ու գնահատման նոր մեթոդաբանության առաջին արդյունքները։ Ուսումնասիրված դպրոցների մեծ մասը գտնվում է միջին արդյունավետության գոտում։ Քաղաքապետը հանձնարարել է գնահատման մեխանիզմը փուլային ձևով տարածել բոլոր դպրոցների վրա, որպեսզի լինի ամբողջական պատկեր թե խնդիրների, թե ուժեղ կողմերի վերաբերյալ։ Առաջարկում եմ մաքսիմալ այս գնահատման մեխանիզմը տարածել բոլոր դպրոցներով, որպեսզի կարողանանք Երևան քաղաքով ամբողջական պատկեր ունենալ։ Տալ մեթոդաբանությունը կրթության նախարարության մեր գործընկերներին դիտարկման համար եւ բարելավման համար միգուցե եւ դիտարկեն, իրենք էլ դիտարկեն նաեւ մարզերում եւ մյուս համայնքներում այս գնահատման մեթոդաբանությունը կիրառելու հնարավորությունը։ Դրական ցուցանիշներ են արձանագրվել նաև եկամուտների հավաքագրման մասով։ 2026 թվականի հունվար-փետրվար ամիսներին Երևանի սեփական եկամուտների հավաքագրումը գերակատարվել է ավելի քան 1.5 միլիարդ դրամով, իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճը կազմել է ավելի քան 3.7 միլիարդ դրամ։ Նիստում առանձին անդրադարձ է եղել նաև Էրեբունի վարչական շրջանում ճանապարհահատվածների հիմնանորոգմանը, նոր-նորքում անցուղու կառուցմանը, նաև Վաղարժ Վաղարչյանի անվան թիվ 80 դպրոցի մարզադաշտի բարեկարգմանը։ Վերջին նախագիծը նախատեսում է ոչ միայն ֆուտբոլի դաշտի նորացում, այլև սպորտային ենթակառուցվածքների բարելավում եւ համայնքային օգտագործման հնարավորություն։ Նիստում ամփոփվել է նաև կենդանիների խնամքի կենտրոնի 2025 թվականի գործունեությունը։ Տարվա ընթացքում կենտրոն է տեղափոխվել 4140 կենդանի, որոնց զգալի մասը ստերջացվել եւ պատվաստվել է, իսկ 83 շուն հանձնվել է որդեգրման։ Գործակարգավարական խորհրդակցության ավարտին Տիգրան Ավինյանը տեղեկացրել է նաև, որ Երևանի քաղաքապետի խորհրդականի պաշտոնում նշանակվել է Սերգեյ Հովակիմյանը։ Սոնա Գիշյան, Free News, Ազատ լուրեր։ Շարունակում ենք թողարկումը։ Առաջին անգամ Հայաստանում անցկացվում է մրցակցության միջազգային ցանցի շահերի պաշտպանության աշխատաժողովը, որին մասնակցում են աշխարհի ավելի քան 20 երկրից ժամանած միջազգային կազմակերպությունների անդամներ, ոլորտի ներկայացուցիչներ։
20 երկրներից Հայաստան ժամանած հյուրեր, միջազգային կազմակերպությունների անդամներ։ Երևանում մեկնարկել է մրցակցության միջազգային ցանցի շահերի պաշտպանության աշխատաժողովը, որին բացման խոսքով հանդես եկավ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ Նա ողջունելով ներկաներին նախ շնորհավորեց նրանց սպառողների իրավունքների պաշտպանության օրվա կապակցությամբ։ Նախարարի խոսքով միջազգային աշխատաժողովի եւ առհասարակ նման հարթակները ոչ միայն փորձի փոխանակման, այլև միջազգային գործընկերային հարաբերությունների հաստատման լավագույն հանգրվաններից են, առավել ևս, որ Հայաստանի վարած քաղաքականությունը եւ պարբերաբար թարմացվող օրենսդրական նախաձեռնությունները հնարավորություն են տալիս լավարկելու ոլորտը, համապատասխանեցնելու այն միջազգային չափանիշներին։ Հայաստանը այսօր ակտիվորեն ներգրաված է միջազգային համագործակցության գործընթացներում, մրցակցության քաղաքականության զարգացման եւ կատարելագործման ուղղությամբ ես դրա մասին որոշակիորեն նշեցի եւ նշեմ նաեւ, որ մեր այս աշխատանքը ինքը միջազգային ինդեքսներում, միջազգային ցուցանիշներում եւս իրենց արտացոլումն է ստանում։ Համաշխարհային վարկանիշային աղյուսակներում Հայաստանի զբաղեցրած դիրքերը փաստում են, որ մեր երկիրը աստիճանաբար վերածվում է օտարերկրյա ներդրումների շահավետ միջավայրի։ Շեշտեց նախարարը եւ հավելեց, որ այս գնահատականները ուղիղ համեմատական են կառավարության կողմից տարվող բալանսավորված ու բալանսավորման քաղաքականության արդյունավետությանը։ Ոլորտի զարգացման ուղղված աշխատանքները շարունակական բնույթ են կրելու, առավել ևս մրցակցության բարձրացման քաղաքականությունն ամրագրվել է նաև կառավարության կողմից վերջերս ընդունված Հայաստանի տնտեսական եւ ինստիտուցիոնալ վերափոխման դոկտրինում եւ այս առումով մեր տնտեսության զարգացման մեջ իհարկե մենք բազմաթիվ ցուցանիշներ են դրել, բազմաթիվ հարցերի պատասխաններ են փորձում ստանալ, բայց այդ ամեն ինչը միայն եւ միայն արդար, հավասար մրցակցային պայմանների ապահովման միջոցով է հնարավոր եւ սա մեր աշխատանքի առանցքն է լինելու։ Մրցակցության եւ սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեգամ Գևորգյանն իր խոսքում ընդգծեց, որ սա առաջին դեպքն է, երբ Հայաստանի Հանրապետության մրցակցային մարմինը հնարավորություն է ունենում հյուրընկալելու միջազգային նման մասշտաբի աշխատաժողով։ Վերջինս նկատեց, որ միջազգային այս որակի միջոցառումների անցկացմանը նպաստում է Հայաստանում հաստատված կայուն խաղաղությունը։ Աշխատաժողովը հնարավորություն է ընձեռում ոչ միայն կիսվելու տարբեր երկրների միջև փորձի փոխանակման, այլև վերհանելու կարևոր այն խնդիրները, որոնց շատ հաճախ բախվում են տարբեր երկրների ոլորտը համակարգող կառույցները։ Ամենամեծ խնդիրը հենց այս օրակարգի նվիրված հարցի խնդիրն է, որ մենք պետք է կարողանանք կոմունիկացնենք եւ կարծում եմ կոմունիկացիա մեր ամենաթույլ կողմն է։ Նախ կարծում եմ, որ հասարակության լայն շերտերը լավ չեն պատկերացնում, թե մենք հաճախ ինչով ենք զբաղվում։ Այս հասկանում մարդկացակալիքը միշտ էժան գներն են եւ գների կարգավորումը, բայց դա ոչ մեր հիմնական գործառույթը կամ մեկ է մեր գործառույթը հանդես գալ, երբ որ գերիշխող դիրքի խնդիր է լինում։ Գևորգյանը եւս մեկ անգամ հավաստեց, որ օրենսդրական նախաձեռնությունները հնարավորություն են տալիս ապահովելու բաց եւ թափանցիկ մրցակցություն բոլորի, այդ թվում օտարերկրյա ներդրողների համար։ Ըստ նրա Հայաստանը կարող է ներդրումային հիանալի միջավայր լինել նաեւ պայմանավորված իր աշխարհագրական դիրքով։ Առանց խնայողության չկա ֆինանսական բարեկեցություն, իսկ բանկային տվյալները որևէ մեկին փոխանցելը կարող է լուրջ խնդիրների պատճառ դառնալ։ Հայաստանում մեկնարկել է փողի միջազգային շաբաթ իրազեկման արշավը, որի շրջանակում խոսվում է ֆինանսական անվտանգության եւ փողի ճիշտ կառավարման կարեւորության մասին։ Արշավի նպատակն է ֆինանսական գրագիտությունը բարձրացնելն ու քաղաքացիներին սովորեցնելը, ինչպես խնայել, ճիշտ տնօրինել միջոցներն ու խուսափել ֆինանսական խարդախություններից։ Հայաստանում մեկնարկել է փողի միջազգային շաբաթ իրազեկման արշավը, որի նպատակն է բարձրացնել քաղաքացիների ֆինանսական գրագիտությունը եւ օգնել մարդկանց ավելի ճիշտ կառավարել իրենց ֆինանսները, նաեւ խուսափել խարդախություններից։ Նախաձեռնությունն իրականացվում է Հայաստանի կենտրոնական բանկի կողմից տարբեր պետական, կրթական եւ հասարակական կազմակերպությունների մասնակցությամբ։ Կենտրոնական բանկի ֆինանսական կրթման եւ ներառման բաժնի պետ Արաքսիա Մանուչարյանի խոսքով ֆինանսական գրագիտությունը կարևոր հմտություն է յուրաքանչյուր մարդու համար, անկախ տարիքից։ Նրա խոսքով ֆինանսական կայունության հիմքում խնայողությունն է։ Եթե մարդիկ ունեն որևէ պատմություն, որը ուզում են կիսել ուրիշների հետ, դա կլինի զեղծարարության պատմություն, խարդախության պատմություն կամ դրական ֆոնի վրա, օրինակ, խնայել են գումար եւ իրականացրել իրենց ցանկություններից կամ երազանքներից որևէ մեկը, կամ պարտք են վերցրել եւ դա լավն է եղել կամ վատն է եղել, իրավունքներն են իրենց կարողացել պաշտպանել եւ այլն։ Անձնական ֆինանսների գծով որևէ պատմություն եթե ունեք, 1-ից 2
րոպեանոց, սիրելի հատկապես երիտասարդներ, որտեղ այս նախաձեռնությունը երիտասարդական է, առաջարկում ենք հոլովակ նկարանել կարճ ձեր միջոցներով, ձեր հեռախոսով եւ հրապարակել, մեր էջում կգտնեք մանրամասները մրցույթի եւ հաղթողները կստանան դրամական պարգևներ։ Մասնագետներն ընդգծում են, որ առանց խնայողության չկա ֆինանսական բարեկեցություն։ Ցանկալի է, որ յուրաքանչյուր մարդ գոնե 600,000 դրամի չափով խնայողություն ունենա, որպես ֆինանսական անվտանգության բարձիկ։ Ըստ նրանց ֆինանսական գիտելիքները պետք է ձևավորվեն վաղ տարիքից։ Կարևոր է, որպեսզի նույնիսկ երեխաները հասկանան փողի արժեքը, խնայելու կարևորությունն ու ֆինանսական անվտանգությանը վերաբերող հիմնական կանոնները։ Մենք օգնում ենք մեզ սպառողներին, որպեսզի կարողանան հասկանալ ինչ է փոխարժեքը, ինչ է գնաճը, ինչպես հասկանան մակրոտնտեսական հասկացությունները եւ կիրառեն իրենց անձնական ֆինանսները կառավարելիս, այնուհետև բյուջեի պլանավորում, ինչպես լավ կառավարել ձեր եկամուտները եւ ծախսերը։ Եթե չի բավարարում ձեր եկամուտը ինչպես ավելացնել, եթե չեք տեղավորվում ձեր ծախսերը կատարելիս, ինչպես դա տեղավորել ձեր ֆինանսների մեջ, հետո խնայողություններ, որովհետեւ արդեն ցույց է տվել ամբողջ աշխարհի փորձը, որ առանց խնայողությունների չկա ֆինանսական բարեկեցություն։ Ֆինանսական բարեկեցիկ լինել, ֆինանսապես բարեկեցիկ լինելու համար պետք է անպայման ունենանք անվտանգության բարձիկ կոչեցյալը, որը ձեր եկամուտների գոնե քառապատիկն է 1 ամսվա։ 5 տարեկան երեխայից մինչև 80 տարեկան մարդը պետք է իմանա, որ իր բանկային տվյալները որևէ մեկին փոխանցել չի կարելի։ Շեշտում է Մանուչարյանը, ընդգծելով ֆինանսական խարդախություններից պաշտպանվելու կարևորությունը։ Փողի միջազգային շաբաթ նախաձեռնության շրջանակում կազմակերպվում են դասընթացներ, հանդիպումներ, բաց դասեր եւ տեղեկատվական միջոցառումներ դպրոցներում, համալսարաններում եւ տարբեր համայնքներում։ Միջոցառումների նպատակն է մարդկանց սովորեցնել ճիշտ կառավարել եկամուտները, խնայել եւ խուսափել ֆինանսական ռիսկերից։ Ամենատարածվածը մեկ է մնում է ֆիշինգը, երբ ուղարկում են ձեզ հղում եւ խնդրում են, որ դրա վրա սեղմեք եւ ինչ որ բան լրացնեք։ Օրինակ, զանգում են եւ ասում են, որ ձեր հեռախոսի կամ ձեր որևէ հավելվածի մեջ վիրուս է ընկել եւ որպեսի փրկեն, նրանք պետք է ուղարկեն ձեզ հղում, դուք լրացնեք կամ ոչ էլ ուղարկեն հղում, պարզապես զանգով ձեզ հարցնեն տվյալներ, որ դուք պետք է ասեք, կամ շատ տարածված է հիմա, երբ ասում են, որպեսի մենք փրկենք ձեր հաշիվը, ուղարկում ենք, խնդրում ենք ձեզ կիսել ձեր էկրանը մեզ հետ, մենք կկարողանանք այդ անվտանգությունը ապահովել, մենք բանկից ենք կամ կենտրոնական բանկից ենք անգամ ներկայանում են վիրուսներ են կամ որևէ հարձակում է ձեր վրա եւ պետք է իմանանք, որ սովորաբար բանկերը, կենտրոնական բանկը նման բան ձեզ չի խնդրի։ Ձեզ չի խնդրի որևէ կոդ ասել հեռախոսով։ Ձեր PIN կոդը հատկապես ոչ ոք չի խնդրի։ Ձեր CVV կոդը պետք է միայն այն դեպքում, երբ ձեզնից գումար են տանում։ Նախաձեռնության կազմակերպիչների համոզմամբ ֆինանսական գրագիտության բարձր մակարդակը նպաստում է ոչ միայն անհատի, այլև ամբողջ երկրի տնտեսական կայունությանը։ Լուսինե Գրիգորյան, Free News, Ազատ լուրեր։ Եվ թողարկման վերջում ձեզ ենք ներկայացնում մարտի 9-ից 16-ը ներքին գործերի նախարարության տարբեր ստորաբաժանումների կողմից իրականացված ծառայությունների արդյունքները։ Նախորդ շաբաթվա քրեական քրոնիկոնը դիտեք տեսաշարով, իսկ մենք կհանդիպենք։ Մայրաքաղաքում եւ մարզերում բարեկային ծառայության իրականացրած միջոցառումների արդյունքում արձանագրվել է ճանապարհային երթևեկության կանոնների 21445 խախտում։ Պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 498 տրանսպորտային միջոց, հայտնաբերվել է 374 ոչ սթափ վարորդ, 573 անձ առանց վարորդական իրավունքի վկայականի։ Ընդհանուր առմամբ տարբեր խախտումներով եւ կասկածանքով համայնքային ոստիկանության բաժինները տարվել 152 քաղաք։ Հանրապետությունում բացահայտվել է 812 հանցագործություն, այդ թվում առանց վարորդական իրավունքի մեքենա վարելու 249, թմրանյութի հայտնաբերման 83, ֆիզիկական ներգործության եւ խարդախության 49-ական, անձնական ունեցվածքի գողության 36, հոգեկան ներգործության 32, մարմնական վնասվածք պատճառելու նաեւ մի շարք այլ հանցագործություններ։ Նախկինում կատարված 34 հանցագործություն եւս բացահայտվել է։ Հայտնաբերվել է 48 հետախուզվող, 6 անհետ կորած, արձանագրվել է զենք զինամթերքը կամավոր հանձնելու 28 դեպք, 7
Մոթորում գրանցված 87 ավտովթարի հետևանքով զոհվել է 2 մարդ, վնասվածք ստացել 116-ը։ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում շաբաթվա ընթացքում գրանցվել է 644 դեպք, 214-ը արտակարգ։ Մասնավորապես Հրդեհի 119, Հրդեհի ծագման սպառնալիքի 23, ճանապարհատրանսպորտային պատահարի 41, կենցաղային կանչի 200 եւ այլ դեպքեր։ Եղանակային պայմաններով եւ այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 127 դեպք։ Փրկարարները օգնություն են ցուցաբերել 232 քաղաքացու, փրկարարական գործողությունների արդյունքում փրկվել է 3 մարդ։ Ներքին գործերի նախարարության ստորաբաժանումները շարունակում են իրականացնել շուրջօրյա վերահսկողություն եւ կանխարգելիչ միջոցառումներ քաղաքացիների անվտանգությունը ապահովելու եւ հասարակական կարգը պահպանելու նպատակով։ Ապօրինի ձեռնարկատիրության 3 դեպք, քրեական ոստիկանների բացահայտումը։ Քրեական ոստիկանության գլխավոր եւ Արարատի մարզային վարչությունների ծառայողները բացահայտել են ապօրինի ձեռնարկատիրության 3 դեպք։ Քրեական ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության ծառայողները մարտի 11-ին ստացան հավաստի տեղեկություններ եւ համագործակցելով Արագածոտնի գործընկերների հետ ձեռք բերեցին փաստական տվյալներ, որ Նոր Ամանոս գյուղի վարչական տարածքում տուֆ քարի արդյունահանում իրականացնող ընկերությունը, որի թույլտվությունը գործում էր մինչեւ 2025 թվականի դեկտեմբերի 1-ը, ժամկետը լրանալուց հետո շարունակել է գործունեությունը։ Այս ընթացքում ապօրինի արդյունահանվել եւ իրացվել է շուրջ 300 խորանարդ մետր տուֆ։ Պետությանը եւ համայնքին պատճառվել է առանձնապես խոշոր չափերի մոտ 10 միլիոն դրամի վնաս։ Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Արագածոտնի մարզային քննչական վարչություն։ Նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ապօրինի ձեռնարկատիրության եւս 2 դեպք բացահայտվել է մարտի 10-ին քրեական ոստիկանության Արարատի մարզային վարչության ծառայողների կողմից։ 2 դեպքում էլ ոստիկանները համագործակցել են գլխավոր վարչության գործընկերների հետ։ Ըստ օպերատիվ տեղեկության սահմանափակ պատասխանատվության մի ընկերություն Արարատի մարզի Գորավան գյուղի վարչական տարածքում 2017 թվականից մինչ օրս խախտելով ընդերքի օգտագործման պահանջները հատկացված սահմաններից դուրս իրականացրել է ավազի ապօրինի արդյունահանում։ Մյուս դեպքում 2015 թվականից մինչ օրս մեկ այլ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն նույն կերպ ավազի ապօրինի արդյունահանում է իրականացրել Լուսարատ գյուղի տարածքում։ Համայնքներին պատճառվել է էական վնաս։ 2 դեպքով էլ կազմված փաստաթղթերը ներկայացվել են ՎԴ-ի քննչական բաժին։ Ընդերքի պահպանման կամ օգտագործման պահանջները խախտելու հատկանիշներով նախաձեռնվել են քրեական վարույթներ։ Ռեստորանի չհրկիզվող պահարանը կոտրել ու գողացել էին խոշոր գումար։ Լոռու քրեական ոստիկանների բացահայտումը։ Դեռևս հունվարի 16-ին ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ստացվել էր ահազանգ, որ Վանաձորում գտնվող մի ռեստորանի չհրկիզվող պահարանը կոտրել ու գողացել են խոշոր գումար։ Դեպքի վայր էր մեկնել քրեական ոստիկանության Լոռու մարզային վարչության օպերատիվ խումբը։ Ըստ ռեստորանի տիրոջ հաղորդման ինքը գտնվել էր ռեստորանի երկրորդ հարկի իր աշխատասենյակում, երբ կոտրել էին առաջին հարկում գտնվող չհրկիզվող պահարանի դուռն ու գողացել $30,000, 6 միլիոն դրամ ու ոսկյա զարդեր։ Նույն օրը Լոռու մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել էր քրեական վարույթ, կատարվել էին անհրաժեշտ գործողություններ, սակայն հանցագործությունը թարմետքերով բացահայտել չէր հաջողվել։ Քրեական ոստիկանության Լոռու մարզային վարչության մարդու եւ սեփականության դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի բաժնի ու Լոռու մարզային քննչական վարչության ծառայողների համագործակցության արդյունքում մարտի 9-ին ստացվեց օպերատիվ հավաստի տեղեկություն, որ ռեստորանից գողությունը կատարել է Վանաձորի բնակիչ 37-ամյա մի տղամարդ, ում օժանդակել էր նաեւ համաքաղաքացիներից մեկը։ Նույն օրը երկուսն էլ ձերբակալվեցին ու ներկայացվեցին վարույթն իրականացնող մարմին։ Պարզվեց նաև, որ նրանք ծրագրել էին կատարել բնակարանային գողություններ, ինչը կանխվեց նրանց ձերբակալությամբ։ Մարտի 10-ին խուզարկություն է կատարվել օժանդակող տղամարդու տանը, հայտնաբերվել են կանեփանման բույսով տարաներ եւ մարիխուանայի նմանվող խոշոր չափերի զանգված։ Դատարանի որոշմամբ գողությունը կատարողի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել կալանքը, իսկ օժանդակողի նկատմամբ տնային կալանքը։ Նախաքննությունը շարունակվում է։ Սուպերմարկետից տերմինալ գողանալու փորձը կանխվեց։ Սիսիանի համայնքային ոստիկանների բացահայտումը։ Փետրվարի 27-ին համայնքային ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողները ստացան օպերատիվ տեղեկություն, որ անհայտ անձը փորձում է գողանալ Սիսիան քաղաքի սուպերմարկետներից մեկում տեղադրված վճարային տերմինալը։ Տեղեկությունն իրացվեց Սյունիքի քրեական ոստիկանների եւ գվարդիայի ծառայողների հետ համատեղ։ Նույն օրը ժամը 21:14-ին տերմինալը գողանալու պահին 40-ամյա տղամարդը ձերբակալվեց։ Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Սիսիանի քննչական բաժին։ Նախաքննության հանգամանքները պարզվում են։ Մալաթիայի համայնքային ոստիկանների տեղեկությունը հաստատվեց։ Տղամարդը թմրանյութ էր իրացնում եւ ապօրինի պահում զենքզինամթերք։
Համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Շերամի փողոցի մի բնակիչ տանն ապօրինի պահում եւ իրացնում է թմրամիջոցներ։ Տեղեկությունը ստուգվեց եւ հաստատվեց։ Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ։ Մարտի 10-ին դատարանի որոշմամբ խուզարկություն կատարվեց 52-ամյա տղամարդու բնակարանում։ Հայտնաբերվեցին եւ առգրավվեցին ավելի քան 92 գրամ ափիոն, 69 գրամ մարիխուանա, անհայտ ծագման հաբեր, շագանակագույն հեղուկով ներարկիչ, նույն գույնի հետքերով ներարկիչներ, տարաներ, կշեռքներ, ինչպես նաև դյուրակիր համակարգիչ, պլանշետ եւ բջջային հեռախոսներ։ Օպերատիվ հետախուզական միջոցառումների եւ քննչական գործողությունների ընթացքում ստացվեցին նոր տվյալներ, այս անգամ արդեն ապօրինի պահվող զենք զինամթերքի վերաբերյալ։ Մարտի 12-ին վարույթի շրջանակում խուզարկություն կատարվեց նաև տղամարդուն պատկանող ավտոտնակում։ Հայտնաբերվեցին օդաճնշիչ, մարտական ու մեկնարկային մեկական ատրճանակ, փամփուշտներ եւ զինամթերք։ Նախաքննությունը շարունակվում է։ Ծանուցում հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։